Բարի օր, եթերում է Ազատություն ռադիոկայանը, ես Հեղինե Բունյատյանն եմ եւ այսուհետ ամեն օր այս ժամին ես եւ իմ գործընկերները կներկայացնենք լրահոսի ամենակարևոր ու քննարկվող թեմաներից մեկն ամենայն մանրամասնությամբ։ Այստեղ այս ստուդիայում կզրուցենք խնդիրը լուսաբանող ազատության լրագրողների, մասնագետների եւ պատմության կենտրոնում հայտնված մարդկանց հետ, որ պարզենք ինչ է եղել, ինչպես եւ ինչու։ Այնինչ անհնար է անտեսել ու նաեւ այնինչ գուցե մինչ օրս վրիպել է մեր ուշադրությունից։ Ամեն օր մեկ թեմա, ամեն օր մեկ պատմություն, որ փոխում է այսօրն ու վաղը։ Այսօր մանրամասներ ենք պատմելու ազատության վերջին հետաքննությունից, որով իմ գործընկեր Լուսինե Մուսայելյանը բացահայտել էր ինչպես է ամերիկյան կառավարական բանկը ադրբեջանական Silkway ընկերությանը 339 միլիոն դոլարի վարկ տվել, որով Բաքուն հաջորդ տարի Ամերիկայից նոր Boeing-ներ կստանա։ Մինչ բուն թեմային անցնելը ասեմ, որ Silkway բեռնափոխադրող ավիաընկերությունը հիմնադրվել է մոտ 25 տարի առաջ Բաքվում, գործունեությունը սկսել խորհրդային ընդամենը 2 ինքնաթիռներով, այսօր սակայն դրանց թիվն արդեն հասել է 25-ի գերակշռող մասը ամերիկյան Boeing-ներ են։ Մարդատար եւ բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար ամենամեծ պայմանագիրը Ադրբեջանը կնքել է 2017-ին 1 միլիարդ դոլար տրամադրելով 10 ամերիկյան Boeing-ի համար։ What's it like to master the Silk Road of the skies? For 10 years, Silkway West Airlines has been... Անցած տարի Silkway հրապարակած գովազդային տեսանյութը պնդում էր, որ ընկերությունը տարեկան կես միլիոն տոննայի բեռնափոխադրումներ է իրականացնում։ Take care of our customers' precious cargo and successfully deliver shipments to over 40 destinations. Ձեր բիզնեսին աջակցելու հնարավորությունը մեզ թևեր է տալիս, բայց ինչպես ենք մենք հասել այսքան հեռու, հարցեր տալիս ադրբեջանական ընկերությունը։ Thanks to close cooperation with our global partners and worldwide network of representative offices. We have been taking our clients to new heights. Հետաքննող լրագրողները գտել են այդ հարցի պատասխանը, պարզել, որ ադրբեջանական ընկերության վերելքին նաև Միացյալ Նահանգներն է աջակցել պետական Exim բանկի եւ պաշտոնաթող ամերիկացի գեներալների միջոցով։ Այս թեմայի վրա աշխատում էր իմ գործընկեր Լուսինե Մուսայելյանը։ Բարի օր Լուսինե, նախ բացատրիր խնդրում եմ, երբվանից եւ ինչպես էր ադրբեջանական այս ավիափոխադրողը հայտնվել քո ուշադրության կենտրոնում։ Exim բանկի այս գործարքի ընթացքին մենք հետևում ենք սկսած հունվարից։ Խնդրահարույց էր հարցը, քանի որ հայտնի է ոչ միայն Ալիևների ընտանիքի հետ սերտ կապերով, որի մասին միջազգային մամուլներ բազմաթիվ հետաքննություններ հրապարակել, այլ նաև այդ ավիափոխադրողը Հայաստանի դեմ գրեթե բոլոր ռազմական գործողությունների կամ ընթացքում կամ դրանից առաջ կամ եւ նույնիսկ հետո այդ նախապատրաստական փուլում հայտնի էր Իսրայելից եւ այլ երկրներից զենքի փոխադրումներով եւ հայտնի է որպես Ադրբեջանի զենք փոխադրող ավիաընկերություն։ Ընդ որում ոչ միայն Հայաստանի դեմ զենքի փոխադրումներով էր հայտնի, դեռևս 2021 թվականին էր OCC արփին միջազգային հետաքննող լրագրողական ցանցը ծավալուն հետաքննություն հրապարակել, ըստ որի ադրբեջանական այդ ավիաընկերությունը ներգրավված է եղել նաև Կենտրոնական Աֆրիկայում, Կոնգո, Բրազավիլի Հանրապետություն 100 տոննա զենքի փոխադրմամբ, Կոնգոյի ընդդիմադիրների պնդմամբ այդ զենքը օգտագործվել է ընդդիմադիր բողոքը ճնշելու համար։ Եվ նաև 2017-ին կարծեմ բուլղարական թերթերից մեկում արտահոսեց Ադրբեջանի եւ Բուլղարիայի իշխանությունների միջև տեղի ունեցած նամակագրությունը, որը ցույց էր տալիս, որ Silkway ընկերությունը առնվազն 350 թռիչք է կատարել դիվանագիտական արտոնություններից օգտվելով եւ այդ ընթացքում 100 տոննաների զենք տեղափոխել Մերձավոր Արևելք եւ նաև այլ երկրներ։ Միջազգային մամուլում Silkway-ի խնդրահարույց գործունեության հետ կապված տեղեկությունները բազմաթիվ են։ Պարզապես մենք ընտրել էինք կամ կենտրոնացել ենք հենց հայ-ադրբեջանական գործընթացների հետ կապված տեղեկությունների ու կամ փաստերի վրա եւ դրա համար ենք որոշել հետևել այդ գործընթացին։ Իսկ սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան Exim բանկը վարկ է տալիս
Ալիևի հետ կապվող եւ խնդրահարույց գործունեությամբ հայտնի այս ադրբեջանական ընկերությանը։ Ոչ, տարիներ առաջ մի քանի անգամ ամերիկյան կառավարական բանկը բազմամիլիոնանոց գրեթե 1 միլիարդի հասնող վարկ է տրամադրել հենց Silkway-ին, նոր Boeing-ներ ձեռք բերելու նպատակով, տասնյակ օդանավեր են ձեռք բերվել այդ գումարներով։ Եթե թվերով խոսենք, ապա 2008-ին կրկին OCCRP-ն էր գրել, որ հարյուրավոր միլիոնավոր դոլարների հասնող ֆինանսավորում է ստացել Միացյալ Նահանգներից, կրկին Exim բանկից, եւ ընդհանուր առմամբ ադրբեջանական ավիաընկերությունը 10 Boeing էր գնել այդ գումարներով։ Silkway աստեղային ժամը դեռ տարիների պատմություն ունի։ Washington Post-ը 2022-ին էր ծավալուն հետաքննություն հրապարակել այն մասին, որ դեռևս աֆղանական պատերազմի ամենաթեժ փուլում Բաքուն որոշել էր Միացյալ Նահանգների ու դաշնակիցների համար բացել Ադրբեջանի օդային տարածքը, եւ դրա համար ստացել էր ավելի սերտ դիվանագիտական համագործակցություն ու 369 միլիոն դոլարի պայմանագրեր հենց Silkway-ի համար։ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի երկու գեներալներ Դունքան Մքնաբը եւ Ուիլյամ Ֆրեզները, ովքեր 2008-ից 2014 թվականներին պատասխանատու էին մատակարարումների ուղիների համար, հետագայում որոշել են նյութականացնել իրենց կապերն Ադրբեջանում եւ ինչպես կարելի էր ակնկալել, թոշակի անցնելուց հետո այդ բարձրաստիճան գեներալները թանկարժեք խորհրդատվական գործարքներ են կնքել ադրբեջանական ավիափոխադրողի հետ, որը իդեպ հարցեր էր առաջացրել Միացյալ Նահանգներում, թե ինչ շարժառիթներով են գեներալները որոշել նման ծառայություններ նաև ռազմական բնույթի ըստ էության ծառայություններ մատուցեն ադրբեջանական ավիաընկերությանը եւ ըստ Washington Post-ի Պենտագոնը, պետդեպարտամենտը սովորաբար թույլատրում են իրենց զինվորականներին նման աշխատանքի անցնել, սակայն Ադրբեջանի դեպքում ամերիկյան ռազմական գերատեսչությունն առարկություններ ուներ։ Այսինքն փաստացի ամերիկյան կողմը որոշել է վարձահատույց լինել այն օժանդակության համար, որը տրամադրել էր Ադրբեջանը Միացյալ Նահանգներին աֆղանական պատերազմի ժամանակ, թույլ տալով, որ Silkway ընկերությունը Աֆղանստան տեղափոխի ոչ մահաբեր զինատեսակների շուրջ 1/3-ը եւ նաեւ օգտագործի Ադրբեջանի օդային տարածքը։ Իսկ ինչպես էին դրան արձագանքում, օրինակ, իրավապաշտպանները չկային քննադատություններ այդ ժամանակ։ Այո, իսկապես հենց այդ դրվագների շնորհիվ էլ ադրբեջանական այդ ավիաընկերությունը շահել էր թե համակրանքը, թե վստահությունը ամերիկյան գերատեսչությունների, բայց մամուլը պարբերաբար հենց հետաքննող լրագրողները պարբերաբար անդրադառնում են Silkway գործունեությանը, բազմաթիվ աղաղակող փաստեր են հրապարակում, բայց փաստացի այդ տվյալները որևէ կերպ չեն ազդում Silkway եւ ամերիկյան կառավարություն համագործակցության վրա։ Այսինքն մինչև ազատության հետաքննության հրապարակումը արդեն իսկ մի շարք փաստեր կային դեպի ռազմական գոտիներ այս ավիաընկերության միջոցով թռիչքների, բռնապետական կառավարման եւ կոռուպցիայով հայտնի Ալիևի ընտանիքի հետ սերտ կապերի մասին։ Արդյոք այսքանը բավարար չէր, որ ամերիկյան պետական բանկը մերժեր այս գործարքը։ Ես եւ իմ գործընկեր Մկրտիչ Կարապետյանը հենց հետաքննության ընթացքում բազմաթիվ հարցումներ են կարել հենց նույն Exim բանկին, որը պատրաստվում էր վերջնականացնել գործարքը եւ իդեպ մի քանի շաբաթ հանրային քննարկում էր հայտարարել եւ նշելով, որ պատրաստ է առարկություններ, դիտողություններ ընդունել գործարքի հետ կապված։ Մենք բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել Exim-ի տարբեր գերատեսչություններ, ներքևից մինչև վերին օղակներ եւ հենց այդ փաստերն ենք ներկայացրել, որ նման մեղադրանքներ կան, նման պնդումներ կան Silkway գործունեության հետ կապված։ Exim բանկից մեզ ուղարկված միակ պաշտոնական պատասխանում բացառապես նշված է, որ Exim բանկը առաջնորդվում է ամերիկյան աշխատատեղերի ստեղծման սկզբունքով։ Իրենց համար գլխավորը այդ սկզբունքն է։ Իսկ հայտնի արդյոք այս բազմամիլիոնանոց գործարքով
քանի նոր ինքնաթիռ է ամերիկյան Ադրբեջանը ստանալու։ Ոչ, կողմերը չեն բացահայտում գնվելիք օդանավերի քանակը, մենք նաև Boeing ենք դիմել, նաև Boeing-ին ենք ներկայացրել բոլոր այն փաստերը Silkway-ի հետ կապված մեղադրանքները, Boeing-ն էլ որևէ կերպ չի արձագանքել մեր հարցումներին եւ չի բացահայտել գործարքի մանրամասները։ Եվ նախորդ տարիներին նմանատիպ գործարքների դեպքում հետաքննող լրագրողները մատնանշում էին, որ ոչ միայն խնդրահարույց է այս ընկերությանը վարկի տրամադրումը, այլ նաև այն փաստը, որ վարկերը տրամադրվում էին խիստ արտոնյալ պայմաններով եւ նույնիսկ 2014-ին դրա երաշխավորը ամերիկյան կողմն էր, այսինքն եթե Ադրբեջանը չկարողանար վճարել մատակարարումների դիմաց, այդ բեռը ընկնելու էր ամերիկացի հարկատուների ուսերին։ Այս դեպքում էլ է վարկը տրամադրվել արտոնյալ պայմաններով, կան տեղեկություններ։ Գործարքի վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացնում կողմերը։ Մեր տեղեկություններով ամերիկյան մեկ գերատեսչություն է երաշխավորելու այս գործարքը եւ հայտնի չէ նաեւ թե ինչ պայմաններով։ Նախկինում իսպանական մեկ բանկ երաշխավորել էր Silkway եւ ամերիկյան կառավարական բանկի միջև վարկի տրամադրման գործարքը, բայց իսպանական բանկն էլ է հրաժարվել մեկնաբանել թե ինչ պայմաններով կամ ինչի դիմաց է երաշխավոր կանգնել։ Իսկ ովքեր են ի վերջո համաձայնություն տվողները այժմ, ովքեր են հաստատել այս գործարքը, կան տվյալներ այդ մարդկանց մասին։ Գործարքը հաստատող տնօրենների խորհուրդը, դրա մաս են կազմում մի քանի աշխատակիցներ կամ պաշտոնյաներ, ովքեր ինչպես մենք հայտնաբերել ենք, նախկինում այս կամ այն կերպ համագործակցել են Ադրբեջանի կառավարության հետ կամ շփում կամ կապեր են ունեցել 2017 թվականին, 2021 թվականին Բաքվում ամերիկյան դեսպանատան կողմից կազմակերպված մեկ միջոցառման ժամանակ են շփումներ ունեցել այդ պաշտոնյաները, դրանից առաջ էլ ԱՄՆ-Ադրբեջան առևտրային պալատի մի միջոցառման ժամանակ է Էգզիմի պաշտոնյան մասնակցել քննարկումներին եւ ուշագրավ է, որ այդ քննարկումները վերաբերել են հենց տարածաշրջանի Հարավային Կովկասի կապուղիների զարգացմանը, հենց նման հարցեր են քննարկել։ Այսինքն բանկի տնօրենների խորհրդի անդամները, որոնք հաստատել են այս գործարքը, նախկինում կապեր են ունեցել Ադրբեջանի հետ, այցելել են։ Կապեր չգիտենք որքանով են ունեցել, բայց այն որ շփումներ եղել են, դա հստակ է, բացախբյուրներում կան թե լուսանկարներ, թե հաղորդագրություններ այդ պաշտոնյաների եւ Ադրբեջանի այս կամ այն ներկայացուցիչների շփումների հետ կապված եւ նաեւ Էգզիմի ներկայացուցիչներն ի դեպ անցած տարի մասնակցել են Ադրբեջանում կազմակերպված ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին։ Իսկ ինչ է ասում Երևանը, փաստացի այս ընթացքում ամեն անգամ երբ Հայաստանը որևէ երկրից զենք է ներկրում, անմիջապես մենք տեսնում ենք Բաքվի քննադատությունը, տեսնում ենք թե ինչպես է Ադրբեջանը փորձում խոչընդոտել այդ փորձերին։ Հենց այսօր հայտնի դարձավ, որ Ալիևի հետ սերտ կապերով հայտնի Բուդապեշտը 6-րդ շաբաթն է արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը, որը պետք է ծախսվեր ի դեպ ոչ մահաբեր զինատեսակների վրա։ Հիմա երբ Բաքուն է նման գործարքներ կնքում, Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների համաձայնագիր ստորագրած Վաշինգտոնի հետ, Երևանը դրան որևէ կերպ արձագանքում է։ Ոչի տարբերություն Բաքվի, պաշտոնական Երևանը դրան որևէ կերպ հրապարակավ չի արձագանքել, մենք հարցում ենք ուղարկել Հայաստանի արտգործնախարարություն եւ փորձել էինք պարզել, արդյոք ադրբեջանական ավիաընկերության այս վարկավորումը քննարկման առարկա դարձել է Հայաստան-Միացյալ Նահանգներ շփումներում կամ քննարկումներում, արտգործնախարարությունն ի պատասխան շեշտել է, որ Վաշինգտոնի հետ Երևանի հարաբերությունները ծավալվում են ռազմավարական գործընկերության ձևաչափում եւ պայմանավորված չեն Միացյալ Նահանգներ եւ երրորդ երկրների միջև երկկողմ համագործակցության։ Այդքանը որևէ քննադատություն, մտահոգություն չէր հնչել։ Ոչ, չէր հնչել։
Բայց դրա փոխարեն ազատության հետաքննությունից հետո բառացիորեն մի քանի օր առաջ Ամերիկայի հայդատի հանձնախումբը հայտարարեց, թե արշավ է սկսում Ամերիկայով մեկ հորդորելու նախագահ Թրամփի վարչակազմին չեղարկել այս գործարքը ադրբեջանական ընկերության հետ։ Հիմա ամերիկահայերի փաստարկը որն է, ինչպես են նրանք հիմնավորում իրենց արշավը։ Հայդատի հանձնախումբը բավականին մանրակրկիտ եւ ծավալուն հայտարարություն է հրապարակել, որտեղ մանրակրկիտ թվարկել է, թե ինչու այս գործարքը խնդրահարույց Փաստերից մեկը, որ հակասում է Միացյալ Նահանգների պատժամիջոցների քաղաքականությանը, այդ թվում Մագնիտսկու ակտին, որ խաթարում է տարածաշրջանային խաղաղությունն, այսինքն կարծում են իրենք, որ ամրապնդում է Ադրբեջանի ռազմական դիրքերը Հայաստանի դեմ, հնարավորություն է տալիս, ինչպես իրենք են պնդում, Բաքվին նոր ցեղասպանության պատրաստվել եւ քայքայում է Միացյալ Նահանգների վստահությունը ամերիկյան հարկատուների ռեսուրսները համապատասխանեցնելով պատերազմական հանցագործություններին։ Եվ ինչ են պատրաստվում անել ամերիկահայերը։ Ամերիկայի հայդատի հանձնախումբը, ինչպես ամերիկահայ հարկատուներին, այնպես էլ իրավապաշտպաններին հորդորել է կապ հաստատել իրենց ներկայացուցիչներին, այսինքն կոնգրեսականներին, ամերիկացի պաշտոնյաների հետ եւ պահանջել չեղարկել այդ գործարքը։ Այսինքն հիմա, երբ Սիրկվեյը շարունակում է թռիչքները իսրայելական ավիաբազաներից Ադրբեջան, ենթադրաբար տեղափոխելով զենքի նոր խմբաքանակ, դրա դեմ բարձրաձայն միայն ամերիկահայ համայնքն է խոսում։ Այո, փաստացի ստացվում է, որ միայն ամերիկահայ համայնքն է ըմբոստանում այդ գործարքին։ Եվ իդեպ մինչ Էքզիմբանկը Սիլկվեյի նոր վարկավորումներ ավարտին հասցնում, ընկերությունը շարունակել է նոր թռիչքներ իրականացնել, բեռներ տեղափոխելով Իսրայելից Ադրբեջան, հետքն է պարզել հերթական վիճակագրությունը, գրելով, որ 2025 թվականի առաջին եռամիսակում Սիլկվեյը իսրայելական Օվդա ավիաբազայից 6 թռիչք է իրականացրել դեպի Բաքու, իսկ իսրայելական մամուլի համաձայն Օվդան հենց այն ավիաբազան է, որն օգտագործում է զենքեր փոխադրելու համար։ Եվ նաև հիշում ենք, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո, 2023-ի հարձակումից հետո փոխպետքարտուղար Ջեյմս Օբրայենը կոնգրեսում հայտարարեց, որ քանի դեռ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը չի ստորագրել, Միացյալ Նահանգները Ադրբեջանի հետ բիզնես չի անի այնպես, ինչպես սովորաբար, եւ նաեւ սեղանին կթողնի պատժամիջոցների հնարավորությունը։ We've made clear that nothing will be normal with Azerbaijan after the events of September 19th. Մենք հստակ ասել ենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։ Այդ պատճառով չեղարկել ենք մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները։ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել։ We don't anticipate submitting a waiver until such time as we see a real improvement in the situation. And we're trying to lay out a path that makes clear the Մենք փորձում ենք ճանապարհ հարթել, որը հստակ ցույց է տալիս, ինչ առավելություններ կլինեն խաղաղության գնալիս եւ թե ինչ գին պետք կլինի վճարել դրանից խուսափելու դեպքում։ Այս ամիսների եւ տարիների ընթացքում երբևիցե ամերիկյան կողմը այդ խաղաքարտը դրել է սեղանին։ Մենք տվյալներ չունենք, հրապարակավ համենայն դեպս այդ մասին չի հաղորդվել, ընդհակառակը պաշտոնական Վաշինգտոնը Բաքվի հետ իր բոլոր կոմունիկացիաներում, գոնե բացախբյուրներում հրապարակված հայտարարություններում, հաղորդագրություններում մշտապես շեշտում է տարածաշրջանում Բաքվի ռազմավարական դերը Ամերիկայի համար։ Շնորհակալություն Լուսինե, հիշեցնեմ, մենք զրուցում էինք ազատության վերջին հետաքննության մասին, որի կենտրոնում էր ադրբեջանական ավիափոխադրող, այդ թվում պատերազմական գոտիներ զենք զինամթերք տեղափոխող Սիլկվեյ ընկերությունն ու դրա կապերը ամերիկյան բանկային համակարգի հետ։ Ազատությունը շարունակում է այս թեման պահել ուշադրության կենտրոնում եւ առաջիկայում կներկայացնենք այլ մանրամասներ։ Մինչ այդ ես եւ ազատության լրագրողները վաղն այս ժամին կպատմենք մեկ այլ թեմայի մասին, փորձելով հասկանալ ինչ է եղել, ինչպես եւ ինչու։ Կհանդիպենք։